Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը մինչև 2030 թվականը նախատեսում է իր զինուժի անձնակազմը հասցնել 200,000-ի, ինչը կրկնապատկվում է նախկինում հայտարարված թվից։ Պաշտպանության նախարարությունը ներկայումս ունի մոտ 75,000 աշխատակից, այդ թվում պրոֆեսիոնալ զինվորականներ, քաղաքացիական անձնակազմ եւ մոտ 8,000 պահեստազոր։ Նոր կադրեր հավաքագրելու հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար իշխանությունները դիտարկում են շվեդական մոդելը, որտեղ 17-ամյա երիտասարդները լրացնում են մանրամասն հարցաթերթիկներ իրենց հմտությունների վերաբերյալ, որոնք այնուհետև վերանայվում են երկրի պաշտպանության նախարարության կողմից։ Շվեդիայում յուրաքանչյուր տարի մոտ 110,000 երիտասարդ է մասնակցում նշված հարցմանը, դրանցից 30,000-ը սովորաբար հրավիրվում են թեստավորման, իսկ շուրջ 8,500-ը ընտրվում են ծառայության համար։ Ըստ ՆԱՏՕ-ի պահանջների, Նիդերլանդները պետք է կարողանա իր երկրի տարածքում տեղակայել պահեստազորի մի քանի գումարտակ։ Ներկայումս գործում է 3 նմանատիպ գումարտակ, որոնք տեղակայված են նահանգի հարավային, կենտրոնական եւ հյուսիսային հատվածներում։ Ազգային պահուստային կորպուսը կազմում է մոտավորապես 3,000 մարդ, բաժանված յուրաքանչյուրը 800 հոգուց բաղկացած գումարտակների, ըստ շրջանների։ Պաշտպանության նախարարությունը տարեկան 260 միլիոն եվրո է ներդնում կադրերի հավաքագրման եւ պահպանման համար։ Անցյալ տարի այս միջոցների օգնությամբ հնարավոր եղավ ներգրավել ավելի քան 4,000 նոր աշխատակիցների։ 2025 թվականի անձնակազմն ավելացել է 900 հոգով։ Նոր նախաձեռնությունների հետ կապված ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել։ Հարցը կքննարկվի խորհրդարանի գարնանային նստաշրջանում բյուջեի քննարկումների ժամանակ։ Ռազմական փորձագետները սակայն նշում են, որ առանց որոշակի պարտավորության չափազանց դժվար կլինի արագորեն ավելացնել պահեստազորայինների եւ պրոֆեսիոնալ զինվորների թիվը։